Այսօր ինձ դատապարտում են 5 տարի ու ես չգիտեմ ինչ վիճակի մեջ եմ։ Ես անգամ չեմ ուզում պատկերացնեմ, եթե վճռաբեկ դատարանը վարույթ չընդունի, ինձ հետ ինչ կկատարվի։ Ես ոչինչ չեմ հասկացել, չեմ գիտակցել ու չգիտեմ արդեն ոնց ում խնդրեմ, ինձ ինչ ամենավերջի անվայել բառերով ինձ ասել են ու ես 2010 թվականի ապրիլի 20-ին մեր Վանաձորի Մայրամաստվածածին եկեղեցու ներքևի տարածքում ինքնասպանության փորձ եմ կատարել, բայց տեսել էին մարդիկ, եկեղեցու սպասավորները ինձ օգնել էին հանեգետից։ Իմ խնամքի տակ են 2 երեխաներս, ես վատառողջ եմ, տղաս վատառողջ է, ինձ շուրջ 1 տարի աշխատավարձ չեմ վճարել։ Ինձ ասում են, ես գնացի նախարարություն, ֆինանսական վարչության պետի տեղակալ պարոն Ապերյանի մոտ, փոխգնդապետ, ինքը ասեց, քեզ չի հասնում։ Ես ուղղակի անելանելի վիճակի մեջ եմ ու խնդրում եմ։ Անունս Գայանե է, ազգս Փահլևանյան, բնակվում եմ քաղաք Վանաձորում։ Ես ծառայել եմ զորամասում որպես ֆինանսական ծառայության պետ։ 2010 թվականի ապրիլին մեր զորամաս եկած կոմիսիայի անդամներ Ջիվան Երեմյանը հայտնաբերեց բազմաթիվ թերություններ, սխալներ, անօրինականություններ, գնացել եմ դատախազություն, ինձ կանչել էին ու իմ դեմ քրեական գործ է հարուցվել 2010 թվականի մայիսի 14-ին, ես չեմ իմացել, որ այնտեղ ստորագրել եմ այնպիսի բաներ, որոնք որի վնաս ինձ են, որովհետև ես այդ ժամանակ գիտակցության չէի գալիս, ինձ ասում էին մենք քեզ կօգնենք, քննիչ Աղումյանն ասում էր քեզ փաստաբան պետք չի, ես քեզ կօգնեմ ու ասում էր ես սենց գրի են, նենց գրի, դա քեզ օգուտ է, ասում էր հրամանատարին ինչ թղթեր կա բեր, որ դու գործին մեզ օգնես, մենք բացահայտենք, դա քեզ էլ կօգնի ու նմանատիպ խաբելով, հոգեպես ճնշելով, ստիպելով, իմ անձնագիրս իմ ձեռքից վերցրեց, ասեցին բեր տունը, որտեղ որ ես բնակվում եմ, իմ սեփականը չի, սեփականության վկայական ուզեցին եւ անձնագիրս վերցրեց ու չտվեց։ Երբ որ ես կանգնեցի, որ անձնագիրս հետ պահանջեի իրենից, ինքը ասեց մոտիկ եկար վրեդ գործ կսարքեմ ու անձնագիրս վերցրեց, գցեց սեֆը։ Փորձագետի միջնորդությունը կա, որը որ տրված է 2011 թվականի փետրվարին, որ այնտեղ երկրորդ կետի համաձայն փորձագետ Տիգրան Սարգսյանը գրել է, որ ես իմ ներկայությունը ապահովեմ փորձաքննության ժամանակ, բայց ինչ շահադիտական նպատակներով ինձ չեն ասել ու փորձաքննությունը անց են կացրել առանց ինձ։ Փորձագետը 4 դրվագներով այնտեղ նշել է, որ 1.116.000, որի այդ ժամանակահատվածը 2007-2008 թվականին ա եղել, նախկին հրամանատար Էդիկ Մարկոսյանի օրոք, որ այդ 1.116.000 գումարը ոչ թե ես յուրացրել եմ կամ վատնել եմ, այլ պարզապես փորձագետը գտել է, որ ինչ-որ մի թուղթ ա պակաս, քանի որ ես ներկա չեմ եղել, գրել է ենթակա է կրկնակի քննության, բայց կրկնակի քննություն քննիչը չի անցկացրել։ Իմ մասը շատ անհասկանալի պատճառներով շտաբի պետ Սարգիս Հովհաննիսյան, հրամանատար նախկին փոխգնդապետ Էդիկ Մարկոսյանի եւ փոխգնդապետ Ավետիսյան Խաչիկից մաս էին առանձնացրել։ Ինձ լրիվ ու չգիտեի, որ ասում էի, բա ինչի, չէ որ նրանք էլ են, ես ասենք նրանց միասին ենք եղել, միասին ենք ծառայել, ասում էին դե քոնը անենք բրծնենք, հետո իրենց ու ամեն պատճառաբանություններ ճիշտ է եղել են սխալներ, թերություններ, ես ունեմ իմ մեղքի բաժինը, բայց դա այնպես չի, ինչպես որ իրանք այդ բոլոր գումարները գրել են 13 միլիոն ու ինձ վրա են դրել այդ բոլոր գումարները։ Կան մարդիկ, որոնք օրենքով են ստացել, օրինական են ստացել, կան այդ բոլոր նախարարությունից տված բոլոր տեղեկանքները, այդ բոլոր փաստաթղթերը, ուսման վարձեր, ովքեր որ ստացել են, բոլոր իրանց հաշվեհամարներին փոխանցած եղել են հրամանատարի հրաման, որ մուծենք, այսինչ ասենք վարձերը կամ մուծենք լույսա, էներգիա, հեռախոսա, գրանցվել է ուրիշի անուն ազգանուն, դրա փոխարեն այդ գումարը փոխանցվել է
ասենք այդ վարձավճարները, բոլոր այդ կտրոնները կամ ուծած, բոլոր այդ չեքերը լրիվ օրինական մուծած է, բայց մեր այդ գումարները անհիմն է եղել։ Ես իմ մեղավորությունը զգում եմ, որ չպիտի անեի, չպիտի ենթարկվեի, բայց օրինական ստացած մարդիկ, ովքեր նաև բոլորը ցուցմունքներ են տվել, որ այո, դա մենք ենք ստացել, այդ գումարները մերն է, մեր ստորագրություններն է, այդ բոլորը իմ մեղադրականի այդ 13 միլիոն ծավալից չեն հանել։ Բոլոր գործուղումները, որ նաև այդ 13 միլիոնի մեջ գրվում է նաև գործուղումները, Շարային Մասիպետը գրել է ցուցմունքում, որ այո, դա իմ գրածն է, իր մեղքով ա եղել, որ Զորամասի պեչատ կնիքը չի եղել։ Ու այդ Զորամասի կնիքը, որ չի եղել, դա պատճառ բռնեցին, բայց ես վճարել եմ հրամաններով, մեկնած եւ ժամանած։ Ինձ նախաքննության ընթացքում 3 ամսվա, 4 ամսվա կտրվածքով քննիչը ստիպողաբար մուծեր տվեց 3 միլիոն դրամ։ Մենք ամեն ինչ ծախեցինք, ամեն ինչ, այնքան որ ասում էր դու դա որ մուծես, քեզ չենք կալանավորի։ Այ եթե ասում էր եղել է դեպք նաեւ, երբ որ իր սենյակում ենք, հարցաքննությունը սկսել ենք ժամը 11-ին, ես ավարտել եմ ժամը 8-ներ, 9-ներ, չեմ հիշում։ Այդ ամբողջ ընթացքում առանց որևէ ընդմիջման ինձ ոչ մի թուղթ չէին տալիս, որ ես ծանոթանամ։ Միայն այդ արդեն որ գործը փակում էր, իմ գրած ցուցմունքները սենց փոքր մատյանով տվեց, ասեց ծանոթացի ու թղթերում ստորագրի, որ գործին ծանոթացել ես։ Բոլոր ապացույցները ես ունեցել եմ, երբ որ դատարանում Առաջիատյանի ես վերցրեցի որպես ամբաստանյալ ու իմացա, որ ինչքան ապացույցներ կան, որոնք ես չեմ կարողացել ապացուցեմ։ Ու դատարանը եւ Առաջիատյանը եւ վերաքննիչը այդ բոլորի վրա աշկափակ է։ Նշեմ, որ Առաջիատյանի այդ դատավորը, երբ որ գնաց վճիռը կայացնելու, իր հետ մտավ նաև դատախազը, որ իրավունք չուներ։ Անգամ դատարանին դիմել եմ, որ դատարանի տեսաձայնագրությունը ինձ տան, երբ որ դատարանը տեսաձայնագրվում է, նկարահանվում է, որ այնտեղ պարզ երևում է, որ ոնց է դատախազը մտնում դատավորի սենյակ։ Ինձ պատասխանել են, որ նմանատիպ բան չկա, մենք չենք ձայնագրել քո դատը։ Ես դատարանում, երբ որ կայացրեց ինքը 5 տարին, ես շատ հուսահատված էի, որովհետև չգիտեի ինչի այդ ձև եղավ, որովհետև ես մտածում էի, որ համաներումը կա Հայաստանի Հանրապետության անկախության 20 տարվա առիթով, որը 179 հոդվածի 3 մասերը պիտի կիրառեին, ու ինձ չէին կիրառել։ Վերաքննիչ դատարանը աչք փակեց նաև դրա վրա։ Վերաքննիչ դատարանում ես 500,000 նորից մուծեցի, դատավորները ասեցին, որ պիտի մուծես, ես պարտաճանաչ կերպով նորից պարտքեր արեցինք, մի խոսքով, նորից այդ գումարը մուծեցինք, որ ես պիտի ամեն ինչ վերջանա ու դուրս գամ այս մղձավանջից։ Ինձ համար շատ ցավալի է, երբ որ հիշեմ ես այդ բոլոր օրերը։ 2 փաստաբան եմ փոխել։ Առաջի փաստաբանը եղել է Լարիսա Դոխոյանը, որը ոչ մի բառ չխոսեց դատարանում, ոչինչ չասեց։ Երկրորդը եղել է վերաքննիչ դատարանում Դավթյան Մհերը, ես նորից բողոքը գրել է վերաքննիչ դատարանում, երբ որ երկրորդ դատի ժամանակ 2 անգամ վերաքննիչում հետաձգել են։ Երկրորդ դատին եկավ կին դատախազ, զինվորական դատախազության ներկայացուցիչ, ու ինքը ասեց, որ ես համաձայն եմ 5 տարին, որ Առաջիատյանի դատարանը դատապարտել է ինձ ազատազրկման 5 տարի։ Եվ դատավոր, վերաքննիչ դատարանի դատավոր պարոն Ռեհանյանը հարցրեց, դուք գործին ծանոթ եք։ Այդ կինը պատասխանեց, որ ոչ, ես ծանոթ չեմ։ Ու իմ փաստաբանը չասեց, որ ծանոթ չես, ինչ ես 5 տարի ուզում։ Ոչինչ չխոսեցին։ Ինձ թվում էր, թե ոնց որ բոլորը իրար մեկը մեկի հետ կապված է, ու ոչ թե թվում էր, դա իրականում այդ ձևը։ Առաջինը Լարիսա Դոխոյանն էր, որը դատախազի մտերիմն էր, երկրորդն էլ Դավթյան Մհերն էր, նորից դատախազի ընկերն էր, նախկին դատախազ, որ համակարգից հանել են։ Ու ես ցավնայ է, որ ես այդքան իմանում եմ շատ ուշ։ Պարոն Կոստանյանի մոտ էի գնացել, դատախազը ինձ հետո եկա, ինձ ասեց, մենք քեզ ասում ենք գնա այնտեղ ասա, ես եմ մեղավոր, թող քեզ պայմանական տան, դու գնում ես ասում ես, ես չեմ մեղավոր։
Այդ բոլոր գումարները մարդիկ օրինական են ստացել, բնակվարձեր են ստացել, ես դա ոչ վերցրել եմ, ոչ յուրացրել եմ, դա ձեռագրաբանական չեն արել, որտեվ մարդիկ այնտեղ օրինական են ստացել, կան զեկուցագրեր բազմաթիվ, որ հրամանատարը մակագրել է իմ վրա, որ Ֆինմասի պետին վճարել, եղել են դեպքեր բազմաթիվ, որ մարդը սոցքարտ չի ունեցել, ես պիտի չանեի, սխալ եմ արել, բայց հրամանատարի հրամանով ես փոխանցել եմ իմ քարտից վրա ու բերել մուտք եմ արել կասա, կասայից իմ գումարի հաշվից փոխանցել եմ իրանց։ Քաղաքացիոր են նշանակեմ էր Զորամասի ԱՀՏ գծով տեղակալ մայոր Կարո Կիրակոսյանին, որը ոչ մի հիմք չուներ քաղաքացիոր լինելու, ոչ կար նախարարի հրաման, ոչ կար գլխավոր շտաբի պետի հրաման, ոչ Զորամասի հրամանատարի հրաման, դատախազը տենց ա ուզել, տենց էլ նշանակել են որպես քաղաքացիոր։ Ու այդ բոլոր գումարները մենակ ինձ վրա են դրել, համապարտության կարգով ոչ մեկի վրա չեն դրել։ Հրամանատարների դեմ մեղադրական սարք կազմվել է 2012 թվականի մայիսի 6-ին, 2 տարի հետո։ Ես դիմել եմ նախարարին, պաշտպանության նախարարին, ես ու պապաս որ գնացինք ընդունելության, դա եղել է մարտ ամսին, մինչև զորով ենք դիմումը տվել, փոխգնդապետ էր, ոչ չներկայացավ, ես մենակ համազգեստով հասկացա, որ փոխգնդապետ է կոչումով, չէր վերցնում մեր դիմումը, մենք ստիպելով ենք տվել։ Հանրապետության դատախազին էինք դիմել բոլոր այս ապացույցներով, դիմել էինք զինվորական դատախազին նորից այս բոլոր ապացույցներով, դիմել էինք մեր նախագահին բոլոր նորից այդ ապացույցներով, բոլոր քսերոքսներով ու հաստատուն, որը որ իրոք օրինական էր ու հիմնավորված, թե փորձագետի հիմնավորված փաստաթղթերը եւ թե այդ բոլոր գրանցածները, բայց ոչ մի քննություն վերաքննիչ դատարանում չի եղել։ Ես ներկայացրել եմ գրություն մեր զինդատախազին, որ ինձ տվեք գրավոր պատասխան բոլորի երկու հրամանատարների մեղադրականի պատճենները եւ շտաբի պետի, եթե կարճված գործեր կա, նաեւ կարճման գործը, ու ինձ չեն տվել, ինձ գրություն եկե դատախազությունից, որ դա մենակ դու գլխավոր վկան ես, քեզ ոչինչ թուղթ չենք կարա տրամադրենք։ Այս ընթացքում մենք նախարարի մոտ, որ քանի անգամ եղել ենք, մեզ պատասխանում են, որ ընդունելություն չկա, ձեզ կզանգենք ու մինչև առ այսօր չեն զանգել, բայց այս ընթացքում նախարարի մոտ, պաշտպանության նախարարի մոտ 3 անգամ արդեն ընդունելությունը եղել է։ Անգամ իմ աշխատավարձի համար ես առանձին դիմում եմ գրել, բայց դեռ ոչինչ պատասխան չունեմ։ Ինձ դատախազն ասեց, այ ես բարձրաձայնում եմ ու չեմ վախենում։ Ինքը կանգնեց ասեց, նրանք հրամանատարներ են, նրանց մեջքին նախարար կա, թույլողակը դու ես։ Մենք էլ ուզում ենք քեզ նենց անենք, որ քեզ օգնենք։ Բայց բանից պարզվեց, որ իրոք թույլողակը ես էի ու ոչինչով էլ ինձ չօգնեցին։ Ընդամենը խաբելով, ստիպելով, համոզելով ինձ այդ բոլոր թղթերը ստորագրել տվեցին։ Աբսուրդ է, բայց այս նույն 10 միլիոնը եւ դրված Ավետիսյան Խաչիկի վրա եւ Մարկոսյան Էդիկի մեղադրականում, այսինքն ոնց որ մենք պետությանը ոչ թե 10 միլիոն ենք պատճառը վնաս կամ պիտի փոխհատուցենք, այլ 30-40 միլիոն դրամ է գալի։ Խնդրում եմ, ինձ համաներումը, երբ որ վերաբերվում է, եւ կիրառեն ինձ պայմանականը, ես ելնեմ երեխեքիս կողքին, որովհետեւ այս պահին իմ երեխեքս իմ կարիքը շատ ունեն, հատկապես տղաս։